Այս խորհրդի գործն է ավելացնել շնորհները եւ դեղ լինել ամենօրյա մեղքերին։ Գրիգոր Տաթևացին այսպես է մեկնաբանում հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթի է։ Հիսուս այսօրը հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը։ Եկեղեցու ծիսակարգում ամենահագեցած օրն է։ Եկեղեցիներում արարողությունները սկսվում են առավոտ կանուխ եւ տևում մինչեւ ուշ գիշեր։ Մայրաթոռում առավոտյան ժամը 7:30-ին ժամերգություն եւ ապաշխարողած արձակման կարգ կատարվեց, որից հետո Սուրբ Պատարագ մատուցեց հայր Դավիթը։ Ամեն տարի այսօրը հայ քրիստոնյաները խորհրդանշական ձևով հետ են գնում առաքելական ժամանակաշրջան, երբ Քրիստոս հաստատեց այս խորհուրդը։ Երուսաղեմի վերնատանը իր աշակերտների հետ վերջին ընթրիքի ժամանակ վերցրեց հացը, օրհնեց, կիսեց ու տվեց ասելով. «Առեք կերեք, այս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց անապակ գինով լի բաժակը, գոհություն հայտնեց Աստծուն եւ ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար, իրենց մեղքերի թողության համար»։ Հաղորդությունը մեր եկեղեցու գլխավոր խորհուրդներից է, քանի որ հենց դրա միջոցով ենք հաղորդվում Քրիստոսի մարմնին ու արյանը, ստանում կենդանարար սնունդ։ Սուրբ հաղորդությունից առաջ կարևոր է վերանայել սեփական կյանքը, զղջալ սխալների համար, խոստովանել Աստծո եւ նրա սպասավորի հոգեվորականի առջև։ Հաղորդությունն իր մեջ պարունակում է Քրիստոսին հաց ու գինու տեսքով, եւ նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես։ Սուրբ Գրիգոր Տաթևացին այսպես է բանաձևում հաղորդության խորհուրդը։ Քրիստոնյա լինելու քրիստոնեական կյանքի առանցքը հենց Սուրբ Հաղորդությունն է։ Սա ամենակարևոր խորհուրդն է քրիստոնյայի համար, որովհետև շատ հաճախ մարդիկ մկրտվում են, ասում են մենք դարձանք քրիստոնյա, բայց դրանից հետո եկեղեցի են գալիս միայն մոմ վառելու կամ ինչ որ խնդրանք Աստծուն ներկայացնելու համար։ Իրականում քրիստոնյա լինել, քրիստոնյա մնալու ամենակարևոր պայմանը ոչ թե մոմ վառելն է կամ պարզապես գալ եկեղեցի եւ մեր խնդրանքներ առ Աստված բարձրացնելը, այլ Սուրբ Հաղորդություն ստանալ։ Սա առանց Սուրբ Հաղորդության չկա քրիստոնեություն, եւ սա ամենակարևոր խորհուրդն է մեր կյանքի համար։ Ավագ հինգշաբթին մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց պատարագ եւ հաղորդություն է տրվում։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։